Ընդդիմադիակները, թալանի փրկիչները, Քասախ համայնքը թալանացի դստեր ուղեկցությամբ բողոքի ակցիա են իրականացնում ԵՄ-ի գրասենյակի դիմաց եւ բողոքում, որ ԵՄ-ի դեսպանը իրենց շան տեղ չի դնում։ Սրանց թվում է ԵՄ դեսպանը պիցցա գզողա կամ զոմբի է, որ իրենց մասին տեղեկություն չունենա, ունեցածն էլ զոմբիի պես մոռացած լինի։ Բա այդ թալանի փրկիչներ, մեռա ասելով, որ դուք կամաց հայտնվում եք Եվրոպայի եւ ԱՄՆ-ի դեսպանատների սև ցուցակում։ Ու ձեր մասին բոլոր ինֆորմացիաները այնտեղ հավաքագրված են։ Թալանի փրկիչներից Սևանի իշխանը եւ Վանեցյանն էլ մթոմ նամակ էին գրել, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած Պուտլյարի խամաճիկների հետ հանդիպեն։ Էն էլ այնտեղ են մերժվել։ Սրանց բոլորը մերժում են։ Զարմանում եմ դրանց շուրջ հավաքվածները, նյուժելի այդ աստիճան զոմբի են, որ իրականությունը չեն տեսնում։ Թե դրանք բոլորը այս երկրից մի բան թրցրած ունեն։ Ու այդ թալանը ետ վերադարձնելու վախից են ելել բաժանորդագրվել Սաիդի փաթեթի մեջ։ Բայց Պուտլյարի խամաճիկների կողմից մերժում ստանալը հատուկ նպատակ ունի։ Պուտլյարական անձնակազմը գիտակցում է, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաներին ատում են, միաժամանակ ատում են թալանի փրկության պարագլուխներին, քանի որ նման մթնոլորտ է։ Ու եթե նրանք հանդիպեն թալանի փրկիչների հետ, հայ հասարակությունն ավելի կատի Ռուսաստանի Դաշնության Պուտլյարական անձնակազմին։ Ուստի գերադասել են խուսափել նման հանդիպումից։ Բայց մենք հոլավ գիտենք, որ Հայաստանի 25 տարվա թալանչիների քաղաքական պապանները Ռուսաստանի Դաշնության ներկայիս պարագլուխներն են եւ 25 տարվա թալանի գրեթե մեծ մասը նրանց է փայաբաժին գնացել։ Գրառումը կատարել էր Հայկ Թորոյանը իր Facebook-յան էջում։ Սիրիայի քրդական ուժերը միանում են կառավարական ուժերին, որպեսզի միասին դիմակայեն թուրքական ներխուժմանը։ Սիրիայի դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության դեպքում քուրդ զինյալների դեմ Սիրիայի կառավարական ուժերը թուրքական ինքնաթիռների դեմ պետք է կիրառեն իրենց հոպի համակարգերը։ Նա նշել է, որ եթե թուրքական կողմը ներխուժի Սիրիայի հյուսիս, ապա Սիրիայի քրդական ուժերը եւ Սիրիայի կառավարական ուժերը համագործակցելու են իրար հետ։ Նա նշել է, որ այս պահին գլխավորը թուրքական ներխուժման կանխումն է։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Էրդողանը այդ թեմայի վերաբերյալ ասել էր, առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30 կիլոմետր խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգության գոտիներ ստեղծելու համար։ Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հարձակումների եւ ոտնձգությունների թիրախ են դառնում։ Նյութի աղբյուր Երևան Times.com ԱՄՆ-ում Խաչատրյանների առանձնատան բռնագանձման հիմքում ողջամիտ հավանականություն է։ Դրա բռնագանձումից Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի ստանալու։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ սկսել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող Լոս Անջելեսի Հոլմբի Հիլս թանկարժեք թաղամասի South Mapleton Drive փողոցում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթացը։ Այս գործընթացը սկսել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության եւ գլխավոր դատախազության դիմումների հիման վրա։ Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում կոռուպցիոն եղանակով ձևավորված եկամուտներով։ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը ներկայացրել է հայտ հայտնելով, որ գործարար Սեդրակ Արուստամյանը Խաչատրյանին եւ նրա ընտանիքին ավելի քան $20 միլիոն կաշառք է տվել իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային վերաբերմունքի դիմաց։ Հետքը գրում է, որ այս տարվա ապրիլի 7-ին, երբ ԱՄՆ իրավապահները դեռ չէին հայտարարել բռնագանձման դատական հայցի մասին, Խաչատրյանները, ավելի կոնկրետ WRH ընկերությունը, առանձնատունը հանել է վաճառքի $63.5 միլիոն, սակայն ԱՄՆ-ի դատախազները մայիսի 4-ին դատական հայց ներկայացնելուց 2 օր անց Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանի պաշտոնական գրառումների գրասենյակում գրանցել են տվել ծանուցում այն մասին, որ վաճառքի հանված գույքի վերաբերյալ կա դատական գործ։ Այդ ծանուցումը ամերիկյան օրենսդրության մեջ հայտնի է որպես lis pendens, լատիներենից թարգմանաբար դատ է ընթանում։ Սա նշանակում է, որ առանձնատան վաճառքի դեպքում այն կարող է ռիսկային լինել ապագա գնորդի համար, որովհետև հնարավոր է, որ գույքը կորցնեն։
Այս առնչությամբ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը առաջին լրատվականի հետ զրույցում նշեց նման բաներ Հայաստանում էլ է տեղի ունենում։ Երբ գնորդը գույքը գնում է, հետո պարզվում է, որ այդ գույքը պարտավորություններ ուներ։ Երրորդ անձ է հայտնվում, որն ասում է, որ իր գույքը անօրինական կերպով վաճառվել է երրորդ անձի։ Նույն բանը ԱՄՆ-ում, երբ որևէ գույք գնելուց առաջ նախ ստուգում են արդյոք որևէ պարտավորություն, որևէ արգելանք, որևէ ռիսկ կա, որոնք կարող են խնդիրներ առաջացնել գույքը օրինականացնելու առումով։ Այս դեպքում ԱՄՆ-ի դատախազը հայց է ներկայացրել ընդդեմ գույքի։ Այստեղ զարմանալի է այն, որ իրենք առաջնորդվում են Հայաստանի տված փաստերով, որոնք դեռ ստուգված չեն մեղադրական դատավճռով։ Փաստերը, որ նա գույքը ձեռք է բերել ապօրինի ծագում ունեցող գումարով, դեռ պետք է ապացուցվի, դեռ չունենք մեղադրական եզրակացություն։ Ինձ համար տարօրինակը դա է։ Այսինքն ԱՄՆ-ի օրենսդրությունը թույլ է տալիս քաղաքացիական դատավորությունից օգտվել մեղադրական դատավճռով դեռ չստուգված ապացույցներից։ Դիտարկմանը, որ 2011-ին ԱՄՆ-ում խնդիր չեն տեսել, երբ Գուրգեն Խաչատրյանը գնել է այդ առանձնատունը, Արա Ղազարյանն ասաց, ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված ամբողջ օրենսդրությունը վերցրել ենք ԱՄՆ-ից, որտեղ առաջնորդվում են ողջամտության իրավունքով, այլ ոչ թե կոնկրետ ապօրինություններով։ Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պնդում են, ամենայն հավանականությամբ ավելի հավանական է, որ այդպես էլ կա։ Այսինքն, իրենք պետք է ապացուցեն հավանականությունը, այլ ոչ թե իրականությունը։ Ամերիկյան կողմը ոչ թե գտնում է, որ գույքը ձեռք են բերել ապօրինի ծագում ունեցող գույքով, այլ ամենայն հավանականությամբ այդպես կարծում են։ Այսինքն առաջնորդվում են հավանականությամբ, ամբողջ օրենսդրությունը հիմնված է հավանականության ապացույցի շեմի վրա։ Հավանական է, որ գույքը ապօրինի է ձեռք բերված, մինչև հակառակը չապացուցվի։ Հիմա եթե գույքի տերը իր վրա է վերցրել եւ մտել է դատավարության մեջ, արդեն ինքը պիտի ապացուցի, որ ավելի հավանական է հակառակը, որ գույքը ձեռք է բերվել օրինական եղանակով։ Սա նման է Հայաստանում ապօրինի գույքի ձեռքբերման քաղաքացիական դատավարության մասով։ Այստեղ էլ մեր դատախազն արդեն 4-րդ գործով մտնում է դատարան եւ ոչ թե ներկայացնում է ապացույցներ, որ գույքը ձեռք է բերվել ապօրինի, այլ ներկայացնում է դրա հավանականությունը, ոչ թե իրականությունը։ Քաղաքացիական դատավարությամբ թույլատրվում է դա անել, ռիսկը այդտեղ է։ Հարցին թե եթե ԱՄՆ-ում վճռվի, որ այդ գույքը ապօրինի է, այդ գույքի բռնագանձումից Հայաստանը որևէ բան ստանալու է, Արա Ղազարյանը բացասական պատասխան տվեց. այդ մասին պետք է ընդմիշտ մոռանալ, մենք ինչ կապ ունենք, ԱՄՆ-ում դատախազը ամերիկացի ժողովրդի անունից դիմում է դատարան, որպեսզի բռնագանձում տարածվի այդ գույքի վրա։ Այդ գույքը պատկանում է ամերիկյան ժողովրդին, ինչ կապ ունի այստեղ Հայաստանը։ Ուղղակի Հայաստանը միջազգային փոխօգնության շրջանակներում քայլ է անում, վաղը մյուս օրն ակնկալելով, որ ԱՄՆ-ն էլ մեկ այլ հարցով իրեն կօգնի որևէ հանցագործության բացահայտման հարցում։ Ընդ որում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև այս պահին չկա երկկողմ իրավական փոխօգնության համաձայնագիր, սա ամենայն հավանականությամբ արվում է միջազգային որևէ շրջանակային փաստաթղթի շրջանակներում։ Հայաստանն այս դեպքում իհարկե ոչինչ չի ստանա, բացի այն, որ հարաբերությունները կբարելավի ԱՄՆ-ի հետ։ Նյութի աղբյուր, Առաջինը եմ։